Գիտեք, որ հենց հիմա ձեր տանը մի մեծ գաղտնիք է թաքնված։ Այն, ինչ դուք պարզապես անվանում եք տոնական սովորություն, իրականում հազարամյա մոգություն է, որով մեր նախնիները փրկվում էին մահից և խավարից։ Դուք պատրաստվում եք նվերներ տալ, շամպայն պայթեցնել և հավաքվել սեղանի շուրջ։ Անպայման այս տեսանյութը նայեք մինչև վերջ, որովհետև դուք կարող եք լրիվ պատահաբար փակել ձեր հաջողության հոսքը ողջ տարվա համար։ Առաջինը՝ նվերը։ Մենք սովորաբար նվերներ ենք տալիս, որովհետև այդպես պետք է, բայց հայերենում նվեր բառը հնում նշանակել է զոհ։ Այո, զոհաբերություն։ Երբ դուք փող կամ ժամանակ եք ծախսում նվերի վրա, դուք իրականում դատարկվում եք։ Իսկ հիմա ամենակարևորը՝ եթե դուք տալիս եք ակնկալելով պատասխան նվեր, ապա դուք փակում եք էներգիայի հոսքը։ Աստվածային կապը պահանջում է լիարժեք դատարկվել, որպեսզի տիեզերքը ձեզ լցնի նորով։ Հիշեք Ավետարանի այրի կնոջ լուման։ Նա տվեց իր վերջին 2 լուման և ստացավ ամենաշատը, որովհետև նրա նվերը իրական զոհողություն էր։ Երկրորդը շամպայնի պայթյունն է։ Ինչու ենք մենք աղմկում կեսգիշերին։ Սա ուրախություն չէ, սա վախ է։ Հեթանոսական ժամանակներից մարդիկ հավատում էին, որ ուղիղ ժամը կեսգիշերին երկու աշխարհների վարագույրը բացվում է և չար հոգիները ներխուժում են ներս։ Այդ աղմուկը, պայթյունները, գոռոցները պաշտպանական պատնեշ են։ Մենք ենթագիտակցորեն վախենում ենք անհայտությունից և աղմուկով վռնդում ենք մութ ուժերին մեր կյանքից։ Պայթեցրեք այդ շամպայնը որպես հաղթանակի նշան խավարի նկատմամբ։ Եվ երրորդ՝ սեղանը։ Սա պարզապես կահույք չէ, սա ձեր տոհմի զոհասեղանն է։ Ուտելիքը էներգիա է, իսկ սեղանը այն վայրը, որտեղ սկսվում է ձեր տոհմի պաշտպանական դաշտը։ Ուշադրություն։ Ցանկացած կռիվ և վիրավորանք սեղանի շուրջ թունավորում է ձեր տոհմի հոգևոր ԴՆԹ-ն հաջորդ 365 օրերի համար։ Հիսուս Քրիստոսը ասում էր. «Գնա, նախ հաշտվիր եղբորդ հետ, հետո միայն մոտեցիր զոհասեղանին»։ Խաղաղությունը ձեր սեղանի շուրջ ամենահզոր պաշտպանությունն է։ Ես Արգամ Ռոբերտին եմ և Արգամ բլոգի հարթակից շնորհավորում եմ բոլորիդ ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող այս տարի ձեր նվերները լինեն անկեղծ, ձեր տունը անմատչելի չարի համար, իսկ ձեր սեղանը սիրո և հաշտության աղբյուր։ Դատարկվեք հնից, որպեսզի լցվեք լույսով։ Իսկ դուք նկատել եք, որ սեղանի շուրջ տեղի ունեցած վեճերից հետո ամբողջ տարին անհաջողություններ են լինում։ Եկեք պահպանենք մեր տոհմի լույսը միասին։